Համեցեք ճիշտ ասած ովի եզերում կենտրոնական դրական ավելյորդի նախագահը դինգոների գրանցության հետ կապված հարցերի պատասխան ասաց, որ չկա այդպիսի հաղթում, որը կարող է առավել ընդդիմության գործընթացի վրա, մենք ենք տեսնում դա եւ հայտարարել եկել, որ որևէ խնդիր չկա։ Հիմա իրենց այդ որոշումն նախագահում։ Երկրորդ հարցը 2000-ից ավելի մոտ տեղամաս կա, դուք ունեք ձեր վտանգի։ Իրենք ասում են, որ նույնիսկ ավելի շուտ են իմանում ուսակցությունները, քան մենք։ Հիմա դուք ձեր ունեցած տվյալներով քանի ինտրատեղամաս պիտի անվավեր ճանաչեն, որ այլևս հնարավոր չլինի բարգավաճ ուսակցության բուդկը խորհրդարան։ Կա այդպիսի տվյալ, ինչքանով են տարբերում այդ տվյալները։ Հազարավոր գայներ են, հարյուրավոր գայներ են, ինչի մասին է խոսքը։ Որովհետև ասած ամենասկզբում դեռ նախնական ասացին, որ նույնիսկ մեկ ձայնը կարող է փոխել իրավիճակը։ Այդ պայն արդեն հասկանալի է, որ շատ փոքր տարբերություն ասում։ Արձագանքելով ձեր հարցին, վստահաբար հենց այդ մեկ ձայնի հաշվարկի վերաբերյալ հրահանգը, կրկնում եմ, համապատասխան SMS-ով, թերևս Վագն Հովակիմյանը արդեն իսկ ստացած է եղել, վերադառնալով ԿՀ նախագահի հայտարարությունների անհամապատասխանությանը։ Այո, մենք եւս լսել ենք այդ հայտարարությունը, եւ դրանից հետո, կրկնում եմ, նախորդին գիշերվա այսպես մթության քողի տակ կայացված որոշումը ընդհանրապես քաղաքական հրահանգի արդյունք է, որովհետև բազմաթիվ տեղամասերում, որտեղ զինվորները նույն պայմաններում կատարել են քվեարկություն, այդ ընտրատեղամասերի արդյունքները ԿՀ-ն անվավեր չի ճանաչել։ Անկամ եթե ինչ որ տարբերակում մտածենք, որ ԿՀ-ն լրջագույն ուսումնասիրություններ է իրականացրել այս օրերի ընթացքում իրենց նախորդ կատարած հայտարարությունից հետո եւ այնուամենայնիվ պարզել է, որ դա օրենքի խախտում է եւ պետք է անվավեր ճանաչել, ապա ինչու անվավեր չեն ճանաչվել ընտրությունների արդյունքները բոլոր այն տեղամասերում, որտեղ այս նույն իրավիճակն է եղել, այլ հատկապես անվավեր են ճանաչվել այն երկու տեղամասերում, որտեղ որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը վստահությամբ բարձր քվե է ստացել եւ այդ երկու տեղամասերի այսպես հանրագումարային արդյունքը, եթե հանում ենք մեր ընդհանուր ստացած քվեների քանակից եւ այս ընթացքում մենք ունենք վերականգնված շուրջ 130 ձայն, եթե չեմ սխալվում, մեզ անցողիկ շեմը անցնելու համար չէր բավականացնում 60 ձայն, 59-60 ձայն մոտավորապես։ Այսինքն իրենք եւս այս հաշվարկները իրականացրել են եւ հաշվարկել են, որ եթե արդեն իսկ 120 ձայնը վերականգնել է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, այս երկու տեղամասերում ունի 200-ից ավելի ձայն, եթե այդ ձայները մենք անվավեր ենք հանում, ընտրատեղամասի արդյունքները անվավեր ճանաչելով, ավտոմատ կերպով Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այլևս խորհրդարանում չի հայտնվում, որովհետեւ վերահաշվարկի վերաբերյալ դիմումների վերջնաժամկետները այլևս լրացած են բնականաբար եւ այսօր արդեն պետք է ընդհանուր վերահաշվարկները ամփոփվեն, այլևս իրավական որևէ մեխանիզմ չկա այս գործընթացի մասով ազդեցություն ունենալու։ Երկրորդ հարցը ձեր նախնական տվերը, որոնք դուք ստացել եք, ինչպես ժամի 2-ի վարշավի ձեր տվերը։ Դրանք այս վերջնական տվերից ինչքան պետք է ավելին։ Դե ես արդեն կրկնեցի, որ 30 ձայնի մասին։ Այո։ Միջև նախորդին կատարած հաշվարկների արդյունքով արդեն 130 ձայն ավելացել էր, որովհետև վերահաշվարկի արդյունքում, քանի որ նաև տարբեր քաղաքական ուժեր էին դիմել վերահաշվարկ իրականացնելու, եղել են նախադեպեր, որ օրինակի համար Բարգավաճ Հայաստան կուսակցության օգտին քվեարկած ինչ որ մի քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, այսինքն սա անընդհատ գործընթաց էր, կամ այնտեղ հոլոգրաֆիկ նշանը վնասված լինելու մասով 4 քվեաթերթիկ, այսինքն անընդհատ ավելանում էին մեր օգտին քվեարկած քվեաթերթիկների քանակը, այնուհետև անվավերների քանակներ փոխվում, այսպես անընդհատ գործընթաց էր, բայց 3 երեկոյի տվյալներով, ժամը 9-ի տվյալներով արդեն իսկ 2 անգամով ավել վերականգնված էին այն ձայների քանակը, որոնք անհրաժեշտ էին Բարգավաճ Հայաստան կուսակցությանը 4%-անոց շեմը հաղթահարելու համար։ Հարգելի գործընկերներ, ես հասկանում եմ, որ հարցերը շատ են, ուղղակի մենք պետք է 10 րոպեից լինենք ԿՀ-ի մոտ, խոստանում ենք բոլոր հարցերին պատասխանել այնտեղ, եթե դեմ չեք, որպեսզի հասցնենք, որտեղ այնտեղ էլ աշխատում են ու հարյուրավոր մեր հայրենակիցներ մեզ սպասում են։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել եւս մեկ անգամ բոլոր լրատվամիջոցների գործընկերներին, մեր ընդդիմադիր գործընկերներին, իրավաբաններին, քաղաքասարակության ներկայացուցիչներին, որոնք նախորդից սկսած իրենց աջակցությունն են հայտնում Բարգավաճ Հայաստան կուսակցությանը այս անարդարությունների դեմ գործընթացում եւ բոլորիս կոչ եմ անում տեղափոխվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ, որտեղ նաեւ մեր հարյուրավոր քաղաքացիներ են արդեն իսկ հավաքված։ Շնորհակալություն։ Կհանդիպենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ։